Դդմիկով, սիբեխով, սոխով, ձկով, շոկոլադով, տորթի տեսքով Ուդուլի 7-րդ փառատոնին տոլման ներկայացվել էր ավանդական եւ անհավանական բաղադրատոմսերով։ Տոլմայի ամենամյա փառատոնը այս տարի անցկացվեց Արարատի մարզի Հնաբերդ համայնքում։ Միջոցառմանը ներկա էին նաեւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Վայրը, որ ընտրվել է, հենց այնպես չի ընտրվել։ Քիչ հեռավորության վրա գտնվում է նաեւ հայկական պատմամշակութային կարևոր կենտրոններից մեկը Հին Դվինը, որը նաև այսօր մեզ հնարավորություն կընձեռնի, որպեսզի կարողանանք անհրաժեշտության դեպքում, եթե ժամանակ ունենանք, նաև մեր հյուրերը շրջայց կատարեն, որպեսզի մոտիկից ծանոթանան պատմամշակութային կենտրոնին։ Փառատոնի մասնակից 25 տաղավարներում ներկայացված էր տոլմայի ավելի քան 60 տեսակներ։ Ավանդական ուտեստը ամենաշուտը վերջացավ հայոց բանակը ներկայացնող տաղավարում։ Դվինի միջնակարգ դպրոցը փառատոնին մարտական էր պատրաստվել։ Տոլմայի 8 տեսականի էր ներկայացրել, այդ թվում նաև քաղցր տոլմա։ Սա բիբարով, ավիմսով լցնած տոլմա է, տարբեր բիբարներով։ Սա աղբարական տոլմա է։ Սա պասուց տոլման է, սա տորթ տոլմա է, սա հարսանեկան տոլմա է, առաջ հարսանեկներին այսպիսի գեղեցիկ եւ շատ համեղ է տոլմա են մատուցել, սա սառը տոլման են, նա կանեփով են ասում, կանփով տոլման է, իսկ սա ամառային տոլման է։ Արարատ հյուրանոցի տաղավարը հավաստիացնում է, ամենահամեղ տոլման իրենց մոտ է։ Հյուրերին ավանդական խաղողի տերևով տոլմայի փոխարեն առաջարկում են փափկա տերևով տոլմա։ Փափկա տերևը դա Դիլիջանի առանձնահատկություններից է, որ շատ տեղերում չկա, Դիլիջանի Ստեփանավանի կողմերում անտառներից են խաղում ու շատ համեղ կանաչի է։ Բայազետ ընկերությունն էլ հավաստիացնում է, որ ավանդական տոլման քյուֆտայի մսով են պատրաստում։ Առաջի տոլման հենց ծեծված մսից է պատրաստվել եւ դրա համար էլ մենք փորձեցինք ավանդական տոլման ներկայացնել։ Պասուց երևանյան Վանա Սիբեխով տոլմաների տեսականին ներկայացված էր Երևանի համար 6 արհեստագործական ուսումնարանի տաղավարում։ Այստեղ մեծ հետաքրքրություն էր առաջացրել հատկապես մշո տոլման։ Մշո տոլման տարբերվում է ավանդական տոլմայից, նրա մեջ տավարի միսը կտրտած է մանր, նույն համեմունքներն է, նույն բաղադրություններով եւ ուղղակի միսը կտրտած խորանարտիկների։ Տոլմայի փառատոնին մասնակցում էին նաև հայ տիկնիկները։ Սուսաննա Գրիգորյանի խոսքերով նրանք անմասն չէին կարող մնալ այս տոնից։ Իրենք էլ ազգային մաս են ներկայացնում էլի, որտեղ ամբողջացնում են մեր ավանդական հագուստների մասնիկները, ոճավորված են այն բաներով, ինչը որ մենք մեր մամիկները, տատիկները գործել են կարպետների վրա, գործել են իրենց գեստների վրա, իրենց տան կահարասին են զարդարել։ Հիմա սրանք այդ մոտիվներով գրում են դրանք էլի, այդ մասնիկները։ Տոլմայի փառատոնին իրենց տաղավարն ուներ նաև կիսաբաց լուսամուտներ հաղորդման անձնակազմը։ Շատ ենք կարևորում իսկապես հենց մեր մասնակցությունը, ինչու, որովհետև նման մշակութային եւ կենցաղավարության միջոցառումների միջոցով է հնարավոր զարգացնել մեր խոհանոցը եւ ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչերի ենք մենք ընդունակ եւ դա կարևորը շատ համեղ է։ Փառատոնի նախաձեռնող հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ այս տարի էլ փառատոնը ավարտվելու է մրցանակաբաշխությամբ։ Անվանակարգերը 3-ն են՝ լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում։ Ուզում եմ նաև շնորհակալությունս անպայման հայտնել մարզպետին, պարոն Գրիգորյանին, որովհետև դուք տեսնում եք տեղացիների խանդավառությունը, դուք տեսնում եք տեղացիների բարի կամեցությունը։ Տեղացիներից բացի տոնին մեծ ոգևորությամբ մասնակցում էին նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Մենք եկել ենք Երևանից, ներկայացնում ենք Արմենիա տուրիստականը, մեր տուրիստների հետ ենք եկել ու շատ հետաքրքրված ենք այսպիսի ֆեստիվալներով, շատ կուզենենք, որ ավելի շատ լիներ։ Ваш фестиваль Толма замечательный. Он заодно показывает и культуру национальную, этнос, и в то же время люди могут познакомиться с кулинарией, с замечательными винами. Но о Толма, думаю, что местные только лучше разбираются, поэтому выберите лучшего. Մյուս տարի անպայման կցանկանանք մենք էլ մեր անձնական տաղավարը ունենալ եւ մասնակցել բոլորով։
Մինչ փառատոնի մասնակիցները ուսումնասիրում եւ փորձարկում էին տարբեր բաղադրատոմսերով պատրաստված տոլմաները, ժյուրին որոշում էր փառատոնի հաղթողներին։ Արսեն Գրիգորյանը օրինակ նախընտրում է ավանդական տոլման։ Ինչ որ շունչ տալ ժամանակակից լավ բան է, բայց պետք է դոլման լինի։ Պետք է դուրս չգա իր սահմաններից։ Փորձում ենք մեկը մյուսից հետ ընդհանրապես կապ չունեցող համ ունեցող տոլմաներ, հրաշալի տեսք ունեցող, նույնիսկ կարելի է այս տոլման յուրահատուկ ինչ-որ նկարահանել, որովհետև փորձեցինք արդեն 3-4-րդն է սա, դեռևս նման դիզայնով չէր հանդիպել։ Տոլմայի փառատոնին ներկայացվեց նաև 60 մետր 45 սանտիմետր երկարությամբ ամենաերկար տոլման, որը նաև իր երկարությամբ նոր ռեկորդ սահմանեց։ Գոհար Ներսիսյան, Գեղամ Նահապետյան, լուրեր։